4 նշանների համար 2025 թվականի հոկտեմբերի 16-ը կլինի մի օր, երբ նուրբ համընկնումները եւ միտումնավոր ջանքերը կմիավորվեն եւ այն, ինչ դուք փայփայում եք ձեր մտքում, կսկսի ձևավորվել։ Հոլովակում ներկայացված են մանրամասն եւ պատկերավոր պատկերներ այն մասին, թե ինչպես են ձեր երազանքները իրականանալու եւ որ քայլերը կօգնեն դրանց իրականացումը ինտեգրել ձեր իրականության մեջ։ Երկվորյակներ։ Քամին, որը խոսքերը դարձնում է գործ։ Երկվորյակները կզգան, թե ինչպես են գաղափարները դադարում լինել պարզապես մտքեր եւ վերածվում կոնկրետ հաղորդագրությունների, համաձայնությունների եւ հրավերների։ Ձեր հաղորդակցման բնական հեշտությունը կամրապնդվի այսօրվա հանգամանքներով։ Կարևոր զրույցը կարձագանքի, հաղորդագրությունը կբացի ճիշտ դուռը եւ պատահական հանդիպումը կարող է դառնալ երկարատև նախագծի սկիզբ։ Ձեր ցանկությունը կիրականանա երկխոսության միջոցով, ոչ պարտադիր լայնածավալ։ Երբեմն բավարար է մեկ ճշգրիտ հարց կամ անկեղծ խոստովանություն, որպեսզի չկորցնեք պահը, պատրաստեք համառոտ հայտարարություն այն մասին, թե ինչ եք ուզում եւ բաց պահեք հաղորդակցության ուղիները։ Ձեր մտքերը գրի առնելը եւ հրավերներին արագ արձագանքելը կբարձրացնի այն հավանականությունը, որ իրադարձությունը կզարգանա ձեր օգտին։ Հիշեք, որ ձեր ուժը մարդկանց եւ իմաստները կապելու ձեր ունակության մեջ է։ Օգտագործեք սա որպես գործիք, այլ ոչ թե որպես էկրան, ձեր մտադրության խորությունը թաքցնելու համար։ Կույսեր։ Կատարման լուր մեխանիկա։ Կույսերի համար իրենց ցանկությունների գործնական կողմը կբացահայտվի հոկտեմբերի 16-ին։ Կատարումը կլինի ճշգրիտ եւ այլ ոչ թե ցուցադրական։ Ձեր մանրակրկիտ նախապատրաստությունը վերջապես կսկսի տալ շոշափելի արդյունքներ, պայմանագիր է կնքվում, երաշխիք է հաստատվում եւ գործընթացը մտնում է նոր փուլ։ Սա այն օրն է, երբ փոքր նախկինում աննկատելի ճշգրտումները արդյունք են տալիս։ Ուղղված սխալը, պլանավորման լրացուցիչ քայլը կամ ժամանակին ուղարկված փաստաթուղթը կապահովի այդ կարևոր փոփոխությունը։ Պահը օգտագործելու համար վերլուծեք մնացած բոլոր մանրամասները եւ նախապես կարգի բերեք դրանք։ Ձեր կարգուկանոնը եւ մանրամասներին ուշադրությունը կհարթեն ձեր ցանկության անաղմուկ, բայց հուսալի ազդեցություն ունեցող իրականացման ճանապարհը։ Ջրհոսներ։ Փոփոխության կայծ սոցիալական ոլորտում։ Ջրհոսների համար ձեր ցանկությունների կատարումը կգա սոցիալական ցանցերի եւ ոչ ավանդական կապերի միջոցով։ Խմբին ուղղված նախաձեռնությունը, հանրային արձագանք ստացած գաղափարը կամ անսպասելի դաշնակցի կողմից աջակցվող նախագիծը կարագանան։ Դուք հակված եք ավելի լայն պատկերը տեսնել, քան մյուսները եւ այսօրը տարրերը կմիավորվեն ձեր միտքը գործողության վերածելու համար։ Հրապարակումը, ելույթը կամ հայեցակարգի պարզ ցուցադրումը կգրավեն մասնակցելու պատրաստ մարդկանց։ Արդյունքի հասնելու համար կարևոր է բացահայտել, կիսվել ոչ թե ակնթարթային հռչակի հույսով, այլ որպես համագործակցության հրավեր։ Փորձեք հստակ ձևակերպել ձեր առաջարկը եւ ուրիշներին տալ հստակ մուտքի կետ։ Այդ դեպքում կոլեկտիվ էներգիան կուղեկցի ձեր գաղափարը դեպի իրականացում։ Ձկներ։ Այն պահը, երբ երազանքը դառնում է նկար։ Ձկների համար իրականացումը կգա ինտուիցիայի եւ արտաքին հանգամանքների միջև նուրբ համաժամանակեցման միջոցով։ Նշանը եւ միջավայրը կհամընկնեն այնպես, որ դուք կզգաք, որ դա հենց այն է, ինչ ձեզ անհրաժեշտ էր։ Ձեզ համար ամենակարևորը կլինի ոչ թե մեծ իրադարձությունը, այլ ներքին միաձուլման զգացողությունը, հանդիպումը մեկի հետ, ով հասկանում է առանց խոսքերի կամ ստեղծագործական ազդակը, որն ավարտին է հասցնում ձեր սկսած նկարը։ Ցանկության իրականացումը կարող է գալ լուր խոստովանության, ստեղծագործական համագործակցության հրավերի կամ կարեկցանքի պարգև օգտակար ձևով կիրառելու հնարավորության տեսքով։ Այս պարգևն ընդունելու համար թույլ տվեք ինքներդ ձեզ ընկալունակ լինել փոքր նշանների նկատմամբ եւ ոգեշնչում ստանալ։ Գրավոր պատկերները եւ իրականացմանը տանող փոքր քայլերը կօգնեն ձեզ խուսափել կորցնելուց այն, ինչը նուրբ թելի պես հոսում է ձեր հոգու մեջ։ Շարժվելով առաջ ձեզ կներկայացնենք շատ հետաքրքիր մի հոդված մի քանի փաստ երազների մասին, որոնք դուք հնարավոր է չգիտեիք, սև ու սպիտակ երազներից մինչև քնի կաթված։ Մենք մեր կյանքի մոտ 1/3 անցկացնում ենք քնի մեջ եւ գրեթե ամեն գիշեր երազներ ենք տեսնում։ Դրանք ամբողջական աշխարհներ են, որտեղ մենք կարող ենք թռչել, զրուցել նրանց հետ, ովքեր վաղուց մեզ հետ չեն, կամ հայտնվել ամենաանհեթեթ իրավիճակներում։ Երազները կարող են լինել վառ ու գունեղ,
կամ կարող են ջնջվել մեր հիշողությունից արթնանալուց վայրկյաններ անց։ Գիտնականները մինչ օրս վիճում են, թե ինչու են դրանք մեզ ընդհանրապես պետք։ Ոմանք դրանք համարում են ուղեղի մարզանք, ոմանք հույզերի վերամշակման միջոց, սակայն մի բան հստակ է. երազները մեր հոգեկանի կարևորագույն բաղադրիչներն են, եւ որքան շատ ենք ուսումնասիրում դրանք, այնքան ավելի խորհրդավոր են դառնում։ Մենք երազներ տեսնում ենք ամեն գիշեր։ Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե գիշերը երազ չեք տեսել, դա այդպես չէ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մարդ ամեն գիշեր տեսնում է շուրջ 2 ժամ տևողությամբ երազներ։ Սովորաբար դրանք մի քանի հաջորդական սյուժեներ են, որոնցից յուրաքանչյուրը տևում է 5-ից 20 րոպե։ Կյանքի ընթացքում սա կազմում է շուրջ 6 տարվա անընդհատ գիշերային ֆիլմեր։ Երազատեսության ամենաակտիվ փուլը կոչվում է արագ քնի փուլ։ Հենց այս փուլում է ուղեղն աշխատում նույնքան եռանդուն, որքան ցերեկը։ Ինչու ենք մենք մոռանում երազները։ Երազների մինչև 95%-ը ջնջվում է մեր հիշողությունից արթնանալուց րոպեներ անց։ Պատճառն այն է, որ քնի ընթացքում հիշողության համար պատասխանատու ճակատային բլթերը գրեթե ակտիվ չեն։ Գոյություն ունի նաև տեսություն, որի համաձայն երազների հիշելու ունակությունը կապված է միջային պրեֆրոնտալ կեղևում սպիտակ նյութի խտության հետ։ Որքան այն բարձր է, այնքան հաճախ են մարդիկ կարողանում վերհիշել իրենց երազները։ Գունավոր եւ սև ու սպիտակ երազներ։ Ինչու են դրանք տարբերվում։ Մարդկանց մեծամասնությունը գունավոր երազները տեսնում են, սակայն մարդկանց մոտ 10%-ը հիմնականում տեսնում է սև ու սպիտակ երազներ։ Հետաքրքրական է, որ տարեց սերնդի մոտ այդպիսի երազներն ավելի շատ են։ Գիտնականները դա կապում են սև ու սպիտակ հեռուստացույցների դարաշրջանի հետ։ Նրանք, ովքեր մեծացել են այդպիսի էկրանների առջև, ավելի հաճախ են վերարտադրում մոնոխրոմ պատկերներ, նաև երազում։ 25-ից ցածր տարիքի մարդիկ հազվադեպ են նշում, որ սև ու սպիտակ երազներ են տեսնում, մինչդեռ 55-ից բարձր տարիքի մարդկանց մոտ դրանք հանդիպում են դեպքերի մոտ 25%-ում։ Ինչով են տարբերվում տղամարդկանց եւ կանանց երազները։ Պարզվում է, տղամարդկանց եւ կանանց երազները տարբերվում են իրենց բովանդակությամբ։ Տղամարդիկ ավելի հաճախ են տեսնում տեսարաններ զենքի կիրառմամբ եւ ֆիզիկական ակտիվությամբ, իսկ կանանց երազներում գերակշռում է զրույցները, հարաբերությունները եւ բազմաթիվ կերպարների առկայությունը, ընդ որում կանայք ավելի հաճախ են բողոքում մղձավանջներից։ Արդյոք կենդանիները երազներ տեսնում են։ Թե քնած շունը թաթերն է շարժում կամ կատուն որս է անում բարձի վրա, ամենայն հավանականությամբ նրանք այդ պահին երազ են տեսնում։ Գիտնականները պարզել են, որ կենդանիները նույնպես անցնում են արագ քնի փուլով, ինչը նշանակում է, որ նրանց ուղեղն աշխատում է նույն սկզբունքով, ինչ մերը։ Սակայն ամենայն հավանականությամբ կենդանիները սյուժեներ չեն հորինում, այլ պարզապես վերապրում են օրվա ընթացքում ստացած տպավորությունները։ Հնարավոր է արդյոք կառավարել երազները։ Այո, եւ այդ երևույթը կոչվում է գիտակցված երազատեսություն։ Դրա ընթացքում դուք հասկանում եք, թե որ քնած եք եւ կարող եք փոխել սյուժեն ձեր ցանկությամբ, ինչպես ռեժիսորը։ Գոյություն ունեն երազի մեջ արթնանալու բազմաթիվ տեխնիկաներ եւ մարդկանց մոտ կեսը կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է նման փորձառություն։ Ինչու եք ավելի հաճախ տեսնում սարսափելի երազներ։ Երազներում ամենատարածված հույզը տագնապն է։ Գիտնականները հավաքելով տասնյակ հազարավոր երազների նկարագրություններ պարզել են, որ բացասական հույզերն ավելի հաճախ են հանդիպում, քան դրականները։ Սա կարող է կապված լինել սթրեսի, դեղամիջոցների կամ նույնիսկ սենյակում առկա հոտերի հետ։ Վարդի հաճելի բույրը երազները դարձնում է ավելի հաճելի, իսկ ծծմբի հոտը կարող է մղձավանջի պատճառ դառնալ։ Երազները մնում են ուղեղի ամենամեծ առեղծվածներից մեկը։ Ամեն գիշեր մենք սուզվում ենք մի զուգահեռ իրականություն, որտեղ գործում են իր սեփական օրենքները։ Եվ նույնիսկ եթե առավոտյան դրանք ջնջվում են մեր հիշողությունից, դա չի նշանակում, թե դրանք անկարևոր են։ Հնարավոր է հենց երազներն են մեզ օգնում լինել այն, ինչ կանք իրականում։